Pavel. Պարոն Շուտյան, դուք նշեցիք երկրորդ նախագահի արժեքան թիմի կողմից հարձակումները Հանրապետական կուսակցության նկատմամբ քարոզչական դաշտում, այնուամենայնիվ շատ կարճ կխնդրեմ խոսեք նրա մասին որն է մոտիվացիան, լավ։ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին, բայց իրենց հիմնական թիրախը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Հանրապետական կուսակցությունը կամ երրորդ նախագահը։ Եվ երկրորդ դուք նաև խոսեցիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընտանիքի մասին, իդեմս Արևմուտքի, որքանով այդ քաղաքական աջակցությունը ձեզ կթուլանա, եթե հաշվի առնենք աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումները կամ տեխնոլոգիական շարժերը, հաշվի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության կատաղի դիմադրությունը արևմտյան ինտերվենցիայի նկատմամբ այս տարածաշրջանում եւ մերձավոր արևելքում եւ դա արդյոք իրազեկությունը չունենա, որպեսզի հովանավորչությունը թուլանա։ Առաջի հարցի հետ կապված ես ասացի այս փուլում այն ամենը, ինչ որ մտածում եմ, որ արժի այս թեմայով ասել։ Նորից կրկնելու կարիք չկա, բայց լավ նորից բանաձև եմ։ Մենք ուզում ենք երկու բան մեր ընդդիմադիր գործընկերներից։ Առաջինը, որ մեզ չկպնեն, եւ երկրորդը, որ անցնեն խորհրդարան։ Կպնելու մեջ որևէ ռացիոնալ բան չկա, սա իռացիոնալ է, ըստ մեզ, որովհետեւ հակասումը նախ եւ առաջ իրենց շահերին, ինչեւ է, արդեն ասացի, ինչ որ ասացի, եւ իմ հույսը այն է, որ իրենց մոտ քաղաքական թիմը ավելի ազդեցիկ կլինի, քան քարոզչական։ Այս մեկ։ Այսքան, եկեք երկրորդ նախագահի հետ կապված, իր թիմի հետ կապված հարցեր չտանք։ Խնդրում եմ, չեմ պատասխանել։ Բայց երկրորդ բլոկը կարևոր է, կներեք։ Երկրորդ բլոկը ինչով է կարևոր։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ քանի որ չունի որևէ արժեհամակարգային ողնաշար, նա ցանկացած իրավիճակում փորձում է հարմարվել։ Հիշեցնեմ մի քանի բան։ 17 թվականին ելք խմբակցության ղեկավարներ Էդմոնի ձեռից Էդմոնի գրած հիմնավորումները ԵԱՏՄ-ից դուրս գալու վերցրելա, որպեսզի ինքը լինի հիմնական զեկուցող։ Հետո դարձել է վարչապետ, դարձել է ռուսական, այսպես ասած, գծի մեջ աշխատող վարչապետ։ ԵԱՏՄ-ից դուրս չգալու եւ մնացածի հետ կապված։ Հետո 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից էր կախված մեծապես իր քաղաքական գոյությունը, գնաց եռակողմեր ստորագրեց Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Հետո մտածեց ռուսները վատ են Ուկրաինայում, գնաց թռավ։ Հիմա տենում է, որ մի քիչ ուրիշ բան կա, արդեն մենք չենք խանգարում, որ մենք ԵԱՏՄ-ի փլուզիչներն ենք։ Ես Եվրոպացիից լավ լսել եմ։ Այս մի կտորն եմ քեզ, հիշեցնում։ Ինքը չունի սկզբունքներ։ Հույսը դնել, որ գեոպոլիտիկ բանը փոխվելու ու Նիկոլը թռնի, եկեք մոռանանք դա։ Նիկոլը պետքա թռնի հայ ժողովրդի ձեռամբ։ Մնացած միջավայրեր են, կար արև լինի, կար անձրև լինի։ Մյուս ուղղությունը քեզ հիշեցնեմ։ Սա Բայդենի ծոցում գիշերները ննջող տղա էր, իր սաղ ադմինիստրացիան։ Բայդենի ծերացող կրծքի վրա գլուխը դնում էր եւ դեմոկրատական վարչակազմի վիկրմշն էր, հայերեն չգիտեմ ոնց է այդ բառը։ Ինչ եղավ։ Մի քանի ամսվա մեջ ֆռած ասեց Տրամպի ցավը տանեմ։ Այդ գեոպոլիտիկ վայրեվերումներում ինքը սկզբունք չունեցող մարդ է, իսկ եթե մարդը չունի ողնաշար սկզբունք, հենման կետ, սիուն, որևէ կարծր բան եթե չունի, նա ցանկացած իրավիճակում չի փլվում։ Ասես լղոզվում է, հետո տրանսֆորմացվում է ժելեանման մի ուրիշ բանի մեջ, հետո նորից sense լղոզվում է, հետո ուրիշ բանի։ Ուստի հույսը դնել, դու շատ ճիշտ ես ասում, գեոպոլիտիկ միջավայրը փոխվում է, առնվազն տարածաշրջանային, եթե չասեմ գլոբալ փոփոխություններն են տեսանելի եւ չեն ավարտվել։ Նիկոլը կարող է բոլորիցս ավելի կենսունակ լինի այդ նոր իրավիճակում։ Այսինքն խնդիրը այն չի, թե դրսից ինչ կլինի, որ մենք իրան հանենք։ Խնդիրը այն է, որ ինքը պետք է դուրս գա մեր ձեռքերով։ Այդ ձեռքերը կարան լինեն հանրահավաքային եւ պետք է լինեն հանրահավաքային, այդ ձեռքերը կարան եւ պետք է լինեն քվեաթերթիկային։ Մենք ենք որոշում այս ձեռքը ոնց օգտագործել։ Խնդրեմ։
Ինչին կներեք։ ԵԺԿ-ն, շնորհակալ եմ հարցի համար, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը քաղաքական ընտանիք է եւ մեզ համար շատ երկար տարիներ հենց ընտանիք էլ եղել է հանրապետականի համար։ ԵԺԿ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք երկրի համար բազմաթիվ հարցեր ենք այս տարիներին լուծել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից սկսած վերջացրած ՍԵՊԱ-ի նման ֆունդամենտալ փաստաթղթի նախապատրաստում եւ ստորագրություն եւ ավերացում։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայանպաստ դիրքորոշումների առաջմղում եւ մինչեւ վերջերս քաղաքական բանտարկյանների խնդրի հետ կապված, իհարկե դա անձնական վերաբերմունքի հարց է եւ կուսակցական կապերի, բայց առնվազն ԵԺԿ-ի մակարդակով թե ինձ անձամբ բանտարկյալ եմ մի քանի անգամ ճանաչել եւ թե ֆիքսել են, որ Հայաստանում կա քաղաքական բանտարկյանների խնդիր։ Բայց այդ ընտանիքն է Նիկոլը իր քիթը խոթում, իրենք անցյալ տարվանից անդամության հայտ են տվել, իրենք ուզում էին մինչև ընտրություններ դառնալ ԵԺԿ անդամ, մեզ հաջողվել է այս փուլում եվրոպացի մեր գործընկերներին եւ ընկերներին ներկայացնել հիմնավորումներ, որ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ ընդհանուր, այսպես ասած, արժեհամակարգային բան ԵԺԿ-ն չունի, եւ այդ խնդրի հետագա քննարկումները Բրյուսելում դրվել են կախվածության մեջ հունիսյան ընտրությունների փաստացի։ Այսինքն միջև ընտրություններ հասկանալով, որ դա լինելու է միջամտություն ընտրական գործընթացին ԵԺԿ-ն չի քննարկել իրենց անդամության հայտը, իսկ ընտրություններից հետո արդեն կներեք, եթե Նիկոլը վերարտադրվեց ԵԺԿ անդամությունը լինելն չարյաց փոքրագույն են ամեն աղետի մեջ, որ գալու է մեր երկրի վրա, եթե այդպես եղավ։ Բայց սենց էլ ԵԺԿ-ն էլ բաղկացած է տարբեր քաղաքական խմբերից եւ մարդկանցից, Նիկոլենք ունեն լոբիստներ ամենուրեք, այդ թվում ցավոք սրտի ԵԺԿ-ում։ ԵԺԿ-ում կան Նիկոլի լոբիստներ։ ԵԺԿ-ում նկատի ունեմ Եվրոպարլամենտում կան դեպուտատներ, պատգամավորներ, որոնք ապաշքյարա կներեք բառից համար նիկոլական են։ Եվրոպական չեն, նիկոլական են։ Եվ բնական է, որովհետև սպասարկում են տարբեր գեոպոլիտիկ կենտրոնների շահեր, բայց ԵԺԿ-ում կան մարդիկ, որոնք դեռ չեն մոռացել ինչ է քրիստոնյա դեմոկրատությունը, չեն մոռացել ինչ է իրականում սկզբունքը, չեն մոռացել ինչ է արժեքը, եւ այդ մարդիկ կարողանում են դեռ, այսպես ասած, կանխել նիկոլական ԵԺԿ-ականների գործողությունները։ Հուսով եմ, ընտրություններից հետո մենք առիթ չենք ունենա առհասարակ այս հարցին լուրջ մոտենալու, որովհետև շատ ավելի կարևոր լուրջ խնդիր լուծված կլինի։ Եթե էլ հարցեր չունենք, հուսահատությունը մեղք է։ Այս ֆիքսեցինք որպես գերակա մոտեցում։ Մնացած ամեն ինչը ներվը, դարդը, պրոբլեմը լուծելի է։ Ես չեմ ուզում մտնել վերլուծական նարատիվի մեջ շատ պարզ պատճառով։ Մենք խոստացել ենք եւ ամեն ինչ անում ենք օգնելու ընդդիմությանը։ Ինքներս չմասնակցելով այդ պահից սկսած վերջացած թեկուզ հենց այսօրվա իմ պրեզենտացիայով։ Դրա համար, եթե իսկ մենք ունենք բաներ, որ մեր ընդդիմադիր գործընկերներին ընկերաբար կարող ենք հուշել, ասել եւ խոսել, դա անում ենք առանց տեսախցիկների։ Դրա կարիքը ես չեմ տեսնում այս փուլում, գիտեք, կրավորական կեցվածքով, որ ասել, էսի լավ չեք անում, էսի լավ եք անում։ Այն ինչ որ Նիկոլը անում է, իր որպես բացասական հերոս, նա լավ է անում։